Փրկարար լինելը դա ոչ թե մասնագիտություն է, այլ դու պետք է բնույթով նախ մարդասեր պետք է լինես։ Եթե մարդասեր ես, ուրեմն աշխատանքդ ստացված է։ Ասիա Կոստանյանը շուրջ 5 տարի է մեկտեղել է բուժքույրի ու փրկարարի մասնագիտությունները։ Տեսակով մարդասեր այս կինը համազգեստը մեծ պատասխանատվությամբ է կրում ու հավելում փրկարարի համազգեստը վաղուց միայն տղամարդկանց հետ չի ասոցացվում։ Իմ մասնագիտությունը որպես բուժքույր փրկարար ինքը արդեն իսկ մեծ պատասխանատվություն կրող է։ Մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ եւ առաջնային տեղում մարդկային կյանքերի վարքյանների ճշգրիտ գնահատումն է եւ ճշգրիտ կողմնորոշվում է ճիշտ ժամանակին կատարել քո առաքելությունը։ Նույն ճշգրիտ կողմնորոշմամբ Ասիան եկավ այս համակարգ ու այն դարձրեց իր ապրելակերպը, իսկ այդ ապրելակերպը անշուշտ դյուրին չէ իրավիճակներում, երբ հուզական հավասարակշռությունը պահելը կարծես թե անհնար է, փրկարարը լավագույնս գիտի ինչպես անել։ Փրկարական աշխատանքի մեջ մտնելը այդ մի բան է, ոնց որ դու դարձնես քեզ ապրելակերպ։ Եթե մեր հասարակության մեջ թվում է, որ փրկարարի աշխատանքը դա հեշտ աշխատանք է, ես կփաստեմ, որ փրկարարի աշխատանքը ինքը բարդ աշխատանք է։ Քանի որ առաջի հերթին ոչ թե դու պետք է լինես ֆիզիկապես ուժեղ, դու պետք է լինես հոգեպես շատ ուժեղ մարդ։ Կայուն բնավորության տեր, առաջինը հոգեբան ինքդ քո հանդեպ, հետո նոր մյուսներին կարողանաս աջակցություն օգնություն ցույց տալ։ Այս ծառայության ընթացքում քիչ չեն նաև սավեշտալի իրավիճակները։ Փրկարար ծառայությունն ուղղված զանգերը երբեմն առանձնահատուկ են։ Մեր քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր ու ինքը ցանկանում էր, որ մենք ինչ-որ դեղորայքի անուն ասեինք, որպեսզի իր այդ դիսկոմֆորտային վիճակը անցներ։ Քանի որ կան բժիշկներով պատրաստված խմբեր, ուղղորդեցինք, որ տվյալները մեզ փոխանցին, մենք արագ կկազմակերպենք շտապօգնության մոտեցումը, բայց մեր քաղաքին բնորոշ քաղաքացին մտածեց, որ չէ, իր տունը թափրտված է, պետք է տունը արագ կարգի բերել։ Մենք փորձում ենք իրեն համոզվել, որ շտապօգնության բրիգադը չի մոտենալու ձեր տան մաքրությանը հետևելու։ Այդ ամեն ինչը պետք է ձեր առողջությանը արագ հասնի, որպեսզի կարողանա օգնություն ցույց տա։ Մի խոսքով երկար ջանքերից հետո քաղաքացին տրամադրեց իր տվյալները եւ ճիշտ ժամանակին կարողացան իրեն օգնություն ցույց տալ երկու ծառայությունները միասին։ Սովորականի պես է ներկայացնում աշխատանքային առօրյան Ասիա Կոստանյանը, թեթև ու ծանր կանչերի մեջտեղում նաև ամենակարևորն է ընտանիքը, երկու զավակների հարցերը երբեմն կրկնվում են։ Իրենք սովորել են իմ աշխատանքային process-ին։ Հարցերը այն է, որ մամ, կարող է էլի ազատ օրերին պետք լինի գնալ։ Աշխատանքային ու ոչ աշխատանքային օրեր չեն ճանաչում փրկարարները, բայց այս գործից նաև շատ լավ հատկություն են ձեռք բերել, ապրել այնպես, որ ոչ ընտանիքը, ոչ էլ աշխատանքը չտուժեն։ Այդ կատարում եմ պատվով, որ ոչ մեկ չտուժի, ոչ աշխատանքը, ոչ ընտանիքը։ Բացառիկ օրերից է կանանց միամսյակի մեկնարկը տալ ընտանիքի հետ։ Այս տարի էլ մարտի 8-ը կնշի Ասիան հենց ընտանիքում, իսկ բոլոր կանանց ուղղված մաղթանքը պարզ է՝ լինել գնահատված ու միշտ շփտալ։ Դա է գործնական ու անձնական հաջողության բանալին։ Ցանկանում եմ բոլոր կանանց լինեն սիրված, գնահատված, լինեն ներդաշնակ ոչ միայն աշխատանքի վայրում, այլ նույնպես տանը։ Ու խորհուրդ կտայի մեր կանանց միշտ շփտան, ինչքան էլ դժվարություններ լինի։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։